Մեկնարկում է Future Economy Summit-ը, որի գլխավոր հովանավորը Fastex-ն է։ Future Economy Summit-ի շրջանակներում blockchain, fintech եւ թվային ֆինանսների ոլորտի մասնագետները հանդես կգան դասախոսություններով հայաստանյան առաջատար բուհերում, կիսվելով իրենց փորձով եւ գիտելիքներով։ Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում ապագայի տնտեսությունը համաժողովին։ Այս տարի ընդգրկելով ծրագրում ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բուհերը։ Համաժողովի առաջին կանգառը Երևանի պետական մանկավարժական համալսարանն էր։ Կուզենամ նաև շատ կարևոր է միջոցառման գիտական մասը, որտեղ ոլորտի առաջատար մասնագետները իրենց ունեցած փորձով կիսվելու են մեր ուսանողների հետ եւ կարծում եմ, որ համատեղ համագործակցության արդյունքում կծնվեն նոր մտքեր, նոր գաղափարներ, որը կբերի մեր տնտեսության զարգացմանը։ Fastex-ի ներկայացուցիչներ Պավել Արամյանը, Դիանա Պարտիսպանյանը եւ Արմեն Բաղդասարյանը ներկայացան դասախոսություններով։ Մասնագետները պատմեցին Web 3 եւ blockchain տեխնոլոգիաների, DeFi, ապակենտրոնացված ֆինանսներ, վերջին միտումներից խոսեցին ոլորտային կարևոր թեմաներից։ Շատ ուրախ ենք, որ Future Economy Summit-ը արդեն երկրորդ անգամ է իրականացվում։ Նախորդ անգամից շատ դրական արձագանքներ ստացանք թե ուսանողների կողմից, թե մասնակիցների, բոլոր մասնակիցների կողմից, եւ այս անգամ շարունակում ենք, ելի սպասում ենք նույն արձագանքին։ Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարեց 20,000 FTN համարժեք դրամի մրցանակային ֆոնդով մրցույթի մասին։ Մրցույթին կարող են մասնակցել ծրագրավորողներ եւ ոլորտով հետաքրքրվողներ, ՅՈՖ-ի վրա ստեղծելով իրենց բոտը կամ մինի հավելվածը։ Նախագծի դրամաշնորհը տրամադրում է Բահամութ հիմնադրամը։ Ուսանողները կամ ավելի շուտ ժայլ սերունդը դա այն արդյունք են, որ վաղ մյուսօրը այս ասպարեզով ամենամեծ շանսը ունեն հետաքրքրված լինելու եւ զբաղվելու եւ առաջ տանելու։ Համար նմանատիպ ծրագրերը շատ ողջորվում են մեր կողմից ու ամենձև Fastex-ը նպաստում է իրեն զարգացմանը թե տարածաշրջանում, այսինքն այս պայդրությամբ Հայաստանում, բայց պլանավորվում է նաեւ օնլայնել հետագայում, այսինքն դուրս գալ սահմաններից, գնալ թե կողքի պետություններ, թե ավելի լայնածավալ սարքել այս որոշ քրթանկարուն պրոցեսներ։ Ուսանողներին ներկայացվեց YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը, YoFom Messenger-ը եւ Yo Cerebrum Metaverse տիրույթը։ Տեղեկատվական հանդիպումն ավարտվեց հետաքրքիր մրցույթով, որտեղ ուսանողները կարողացան կիսվել իրենց ձեռք բերած հմտություններով եւ ստացան մրցանակներ։